Բարև ձեզ մանրեր, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների շուրջ կխոսենք եւ այսպես ընտրությունները ավարտվել են, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են հետապնդումները։ Հենց նոր հայտնի դարձավ, որ Ռուբեն Հակոբյանին են ձերբակալել, արդեն տարել են քննչական կոմիտե, որևէ պարզաբանում չկա ինչ նպատակով, ինչ հոդված են, այսպես ասեք, ուզում կարել։ Գիտեք, որ օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձեռնմխելիությունից զրկեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը Դավիթ Ղազինյանին եւ հիմա այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բղավում էր, ջախջախելու է, եթե դեմ եք դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք, չգիտեմ, խնդրեմ այս ամենին վստահ եմ ծանոթ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը բնականաբար արտաքին ուժերի ճնշման ազդեցության տակ է գտնվում եւ քանի որ ուժը դրսում չի պատում, ես ձեր տաղավարում մի քանի անգամ ասել եմ, որ հարբեցող տղամարդն է, որ ուր գնում է, ինչ ուզում են պետք է անի, բայց գալիս է այստեղ, վերցրել է մեր ոստիկանությունը, մեր ուժային կառույցները եւ դարձրել է իր անձնական օգտագործման կառույցները իրենց ընտանիքին ԱԱԾ-ն ինչ-որ նյութեր փոխանցում, հետո ինքը էդի գցում է լրիվ աշխատակիցների վրա, թե բա իրենք են ուզել, այդ նյութերը փոխանցել են, այսինքն ինքը իբր թե դրա հետ կապ չունի, էլի, այսինքն առանց քո դաբրոյի ԱԱՑ-ն կարացել է այդ նյութերը հրապարակային դարձնի, իրան դրել է դեբիլի տեղ, իբր ինքը բան չի հասկանում, մարդկանց է թե ուզում դնի դեբիլի տեղ, այստեղ այս մարդկանց ձերբակալությունները նույն այս մարդիկ պայքարում են հայի արժանապատվության համար, դրան զուգահեռ ես կուզենամ մեր ժողովուրդը ուշադրություն դարձնի, թե Ադրբեջանում ինչ է կատարվում, մինչև այս լռությունը որևիցե բան չկար, բայց արդեն իսկ հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացնում մեր երկրին, 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հետ կապված Ալիևի աշխատակազմի կողմից նոր համաժողով է տեղի ունեցել, նոր քննարկումներ է տեղի ունեցել, մի շարք ադրբեջանական պաշտոնյաներ հայտարարություն են հանդես եկել Հայաստան վերադառնալու, արևմտյան Ադրբեջան իրենց ասածով վերադառնալու, Նիկոլենք բնականաբար վժում էին նույն Քարոզ Արշավին, թե այդպիսի բան չկա, դա սուտ է, ձեզ խաբում են, հիմա ծպտոցները դուրս չի գալիս, լռում են եւ այստեղ երկրի ներսում պարզ ուղիղ ասեմ, Նիկոլ Փաշինյանը կապում է այն մարդկանց ձեռքերը, ովքեր հային ու Հայաստանը պատրաստ են եղել ու պատրաստ են պաշտպանելու եւ Թուրքին բերում է այստեղ, որ հային մորթի, սպանի, ցեղասպանի։ Ու կապ չունի այդ հայը ոստիկանա, քննիչա, օպերա, դատավորա, դատախազա, Քոչարյանականա, Նիկոլականա, Սերժականա, Սամվել Կարապետյանականա, вообще կապ չունի այդ հայը ինչականա կամ ով է կամ ինչ պաշտոնյա կամ ինչ դիրքի է։ Թուրքին բերում է այստեղ, ես ձեզ պատասխանատու ասում եմ, հային մեծով ու մանուկով մորթելու։ Նիկոլը այսօր այդ գործընթացն է կյանքի կոչում։ Պետական ապարատում աշխատող յուրաքանչյուր հայ մարդ պետք է այս բայց սկսած հասկանա, որ Թուրքին բերում է Նիկոլը բառիս ուղիղ իմաստով իրանց ընտանիքները մորթելու։ Նիկոլը այսօր այդ գործընթացն է կազմակերպում։ Իրենք եթե մասնիկ են դառնում, մասնակից են դառնում, որ վաղը Թուրքին բերեն, լցնեն այստեղ իրենց ցեղասպանեն, ուրեմն թող հետևությունները անեն իրենք։ Թող դատեն, թող աճ ու ձախ բռնեն, լավ վերջի վերջո ուր են հասնելու իրենց երեխայի դիակին։ Այս գործընթացները կազմակերպողները, սպասարկողները, անունն էլ դնող թե բա մենք պետության հարցերն ենք լուծում։ Դուք ձեր երեխայի ցեղասպանության եք տանում, տեսեք ձեզ ես հիմա ասում եմ, դուք Հայաստանը թրկացման եք տանում, վաղը ձեզ այդ գործից էլ, այդ պաշտոնից էլ մի ամիս շուտ, մի ամիս ուշ հանելու են շպրտեն, Նիկոլին էլ են պաշտոնից են հանելու շպրտեն, իրենց Հաջիևին են վերելու նշանակեն, ուղարկել էին օրեր առաջ գար Դիլիջան տարածքներին ծանոթանար, Թուրքի ստրուկ Նիկոլենք էլ ընդունել ծանոթացնում էին, ծանոթանում է, որ Ալիևի, Արևմտյան Ադրբեջանի
պատասխանատուն նշանակեն Հաջիևին։ Նիկոլը գիտի իրան պետք է պահեն այստեղ ինքն էլ դառնա Ալիևի ծառա։ Դու կմնաս այստեղ այնքան, ինչքան Ալիևին ձեռ տաս։ Դրա համար իրենք իրենց մարդուն ավելի վստահելի մարդուն են արդեն քիչ-քիչ այս տարածքներ ուղարկում, որ սրա պես Թուրքի դեմը կզածները մի օր կտենակ մեկ էլ չկան։ Հային լրիվ թողել են անտեր մենակ, նույն այդ քննիչին, նույն այդ դատավորին, նույն այդ դատախազին, նույն այդ ոստիկանին, թողել են մենակ անտեր շպրտած Թուրքի դեմը ու փախել են։ Այդ իրանց վերնախավով։ Ու իրանք այսօր որ դրանց սպասարկում են, թող հասկանան ինչ են սպասարկում, ում են սպասարկում։ Կլնես դատավոր, դատախազ, ոստիկան, ով ուզում ես եղի։ Եթե դու ես վտանգները չես կարողանում տեսնել, ես չգիտեմ այդ քեզ ինչ ասեմ։ Մտի նայ Ադրբեջանը ինչ հայտարարությամբ հանդես գալի։ Երբ որ քեզ բոլորիդ ձեզ ասում էի, որ Արցախից հրաժարվելու դեպքում մեզ հրճակելու են օկուպանտ, ընդամենը 3 Ալիևը իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանն ու հայերը օկուպանտներ են։ Իսկ թե դա ինչ է նշանակում, եմ ձեզ բացատրում, դա նշանակում է, նաև ցեղասպաններ են։ Մենք դարել ենք, մեզ ցեղասպանել են միլիոն ու կես, հիմա ֆրծրել են, մեզ դարձրել են ցեղասպանություն անող եւ օկուպանտ մարդիկ։ Երբ որ մեր պատմական հողերն ենք պաշտպանել, երբ որ 30 տարի մեր զինվորի արյունով մենք մեր հողերը պաշտպանել ենք, մեզ դրա դիմաց Նիկոլը հրճակեց օկուպանտ, երբ որ հայտարարեց, որ Արցախյան հողերը մերը չեն եղել, այս տեսանյութը Ադրբեջանի ազգային անվտանգությունը ունի, այս տեսանյութը եւս օգտագործվելու է մեր դեմ, հասկանում եք, օգտագործվելու է հայ ազգի դեմ, հայ տեսակի դեմ ու դրանց վրա հղում արվելու է ու մեզ հայտարարվելու է օկուպանտ, մեզանից հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են դրա դիմաց պահանջելու ու օրինական, եթե դու ընդունեցիր Արցախից հրաժարվար, օրինական ձևով դառնում ես օկուպանտ։ Եթե դու հրաժարվում ես Արցախից, հայ ազգի սարքում ես ստրուկ, իսկ իրենք լրիվ հակառակ թեզերով են կերակրել, թե բա հրաժարվենք Արցախից, այ լավ կլինի, հանգիստ կապրենք, խաղաղ կապրենք, բայց հրաժարվելով Արցախից մի այնպիսի մեծ կոզր ես տալիս Ալիևի ձեռը, որ կարանա միջազգային կառույցների մոտ հայերի ստրկացրած պայի։ Բարի սուղի իմաստով հայի ստրուկ որպես պայի իր ձեռի տակը եւ միջազգային օրենքները, կանոնները ամբողջությամբ անցնեն Ալիևի կողքը։ Էս է արել Նիկոլը։ Էս է անում Նիկոլը։ Էս աղետն է բերում ու բերելու է։ Իսկ մենք կոչ ենք անում, մեր իսկ ինչ մնում է, որ ասում է փողոցներ հելեք, պայքարեք, էս արեք, այն արեք։ Ինքը ուզում է հայի արյուն հեղի, դա բոլորն էլ հասկանում են։ Օրինակ ինքը որ լինի, ինքը իր կողմնակիցների կյանքի վրա թքած ունի, կտանի կսպանի, կհանի փողոցներ մարտի մեկի պես, կսպանի կփախնի։ Բայց ընդդիմադիր դաշտի շատ մարդիկ, առաջնորդներ, ավելի ռացիոնալ են, ավելի սառն են դատում եւ ինչ որտեղ չեն ուզում իրանց կողմնակիցներին, իրանց աջակիցներին տանեն եւ Նիկոլն էլ հրահարի մեր պետական կառույցի, ուժային կառույցի մարդկանց, էս է Նիկոլի ուզած այս բային, այս փուլում։ Այսինքն մենք չենք սպասում Նիկոլը ասի, որ մենք դուրս գանք փողոց։ Նիկոլը թող գնա Ալիևի պատասխանը տա, թող գնա ռուսներին պատասխան տա, ինչ անելու, թող գնա արևմուտքին պատասխան տա, որ փողերը վերցրել, ապելա 65% ձենա խոսք տվե ֆրանսիացիներին, թուրքերին, բայց հակելա մի այլ կարգի չի կարող էլ պատասխան տա, դրա համար թպրտում է, թե բա ընտրակեղծիկներ էս են, թող գնա իր լեգիտիմության մասին խոսի, որ 51-ը չկարողացավ հաղթահարել եւ չի կարողանում Ալիևի պահանջները բավարարի, դրա համար ընկելա հիստերիայի մեջ թպրտում է, բերանը փրփռում է, դրա համար մերրելի դեմքով հելե շարվել են ընդեղ, ինչ են մերրելի դեմքով իրանց պապաների, իրանց տերերի ասած տոկոսը չեն կարացել բավարարեն։ Չեն կարացել բավարարեն, նեղված են։ Թող սպասեն տենան Պուտինը երբ կշնորհավորի իրենց։ Թող լիզեն, ռուսների սապոկը պետք է չոքեն, լիզեն իրանք ամբողջ թիմով։ Բայց էլի չեն շնորհավորի իմ կարծիքով։ Էս են սրանք։ Օտարի կոշիկ լիզող, որ ասում էր, էսա։ Ինչ օտար։ Ալիևի կոշիկ լիզողը, սա է։ Սա ապացուցում են փաստերով էլ։ Հաջիևների հետ լավ աղբերություն են դառել։ Աղբերա, հալալ աղբերն է Նիկոլի, հալալ,
Ոչ մի բանով չի տարբերվում։ Լրիվ իր հալալ աղբերն է, իր ու իր հետևից գնացողների աղբերներն են։ Այն տիպի իրավիճակ ենք եկե հասել, այս անարժանապատիվ թուրքի լաթի կտորներին դուք նայեք։ Եկել ենք հասել ենք այնտեղ, որ Ալիևի ու Էրդողանի գով կանելը նորմալ է դառել, օքեյ է իրանց համար։ Բայց ասենք ռուսների հետ լավ հարաբերություն կառուցելը, Պուտինի հետ լավ հարաբերություն կառուցելը, դա դավաճանություն է, սրանց պրոպագանդան նայեք ուր են բերի հասցրել։ Այն թուրքի, որ 1.5 միլիոն մորտել է, որ միջև այսօր մորտելու կոչեր է անում, ու այն ռուսի, որ մեզ այդքան անկախ տարբեր տարաձայնություններից ու հարցերից այդքան հայ այնտեղ ապրում, այդքան էժան գներով մեզ տարբեր բաներ ա օգնել, կկտրի, կչոկացնի, սոված բոմժերի պես կթափառեն, այն ժամանակ նորխեկները գլուխները կգա, մենք էլ այդ չենք ուզում։ Մենք չենք ուզում մեր երկիրը հրահարեն, տանեն, հանեն գերտերության դեմ, սարքեն երկրորդ Ուկրաինա, մեր զինվորին սարքեն մսի գունդ, գցեն հիմա էլ ռուսների դեմ ասեն կռվեք։ Էս է սրանց ուզածը։ Հային հրահարեն ռուսի դեմ, պատկերացնում եք դուք հային ուզում են հրահարեն ռուսի դեմ։ Պատմության մեջ sense բան տեղի չի ունեցել։ Ու այն պարագայում, որ ինչ պետք է անի լավ մեր փոքր պետությունը ռուսին ինչ պետք է անի, այս մի քանի թուրքի լամուկը, որ եկել են ու հայի մեջ այդ ագիտացիաները տարածում են, իրանք մեկա ոչ ռուսի դեմ են կռվող, ոչ ադրբեջանցու, ոչ թուրքի, իրանք մենակ հրահարող փախնող են, Նիկոլն ու իրանց բոլոր այդ թուրքի ստահակները։ Եվ այն հասարակ հայն ու հասարակ մարդը թող իր հետևությունը անի։ Քանի որ խոսեցիք ռուսական շուկայի, եթե հիմա էլի մեր գյուղացիների հայ մարդու հետ խոսենք, Լարսում իրավիճակը խայտառակ վիճակի է։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում է, լավ է տունը չի փչանում, ծիրան, այս կերպ է էլի մեկնաբանում են տոննաներով մի բանջարեղենը, որը փչանում է արդեն ճանապարհներին։ Իմիջիայլոց նաև ասաց, որ գնալու է անպայման մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին։ Ինչ ունի ասելու այստեղ, ինչ եք կարծում եւ այդ հայտնի խոսքը, հա, Մոսկվան արդյունքներին հավատալու է թե ոչ։ Խնդրեմ այս ամենի հետ կապված եւ նաեւ այս աղետի, տնտեսական աղետի առաջ, որ կանգնած է հայ ժողովուրդը, օրերս շատ հանգիստ դեմքով խոսեցին, որ գազի հնարավոր թանկացում է լինելու եւ առհասարակ ամենիշն է թանկանալու։ Ժող ջան, ուրախ եղեք, պետական պարտքը 15 միլիարդի է հասել արդեն։ Լավ, այս ամենի տակից հայ մարդը ոնց է դուրս գալու։ Տեսեք, ինքը Ռուսաստանը կոնկրետ բաց, ոչ թե միայն իրան առանձին գաղթնել, հայ ազգի, հայ ժողովրդի առաջ կոնկրետ ասել է, բոլորին ասել է, այն որ մենք միշտ մեղադրում ասում ենք, ռուսը ինչի է Նիկոլի պատճառով, մի հատ դավաճանի պատճառով հայերին պատժում եւ այլն, դրա պատասխանն տալու համար բացահայտ Պուտինը կանչեց այս կապիկին, դրեց դեմը ամբողջ հայ ազգին զգուշացրեց։ Ամբողջ հայ ազգին զգուշացրեց այդ թվում Ռուսաստանում ապրող հայերին, թե ինչ կարա տեղի ունենա, ինչի առաջ կարա կանգնի հայը, այնքան պարզ բացատրեց, Պուտինը կյանքում այդքան պարզ չի բացատրել, հաշվի առնելով, որ Նիկոլը այս մարդկանց գլուխը ոնց է հարտուկ է, նա ինձ թվում է դա էլ գիտի, այնքան պարզ ասեց հայ ազգին, թե ինչ կլինի հայի վիճակը, որ ես այտենց պարզ որևիցե ինտերվյու տեսած չկամ Պուտինի կողմից։ Հիմա թուրքի լամուկները ընկած էլի մարդկանց խաբում են, թե լավ կլինի, հա լավ կլինի, թուրքը մեզ կօգնի, Ալիևի Հաջիևը մեզ կօգնի, հասկանում եք, էս է իրանց փրկությունը, Նիկոլենք այսօր տեսնում են Ալիևի ձեռքերում։ Եկել են հասել են այն հանգրվանին, որ հայի փրկությունն ու իրանց փրկությունը իրենք տեսնում են Ալիևների ձեռքերում։ Իսկ ռուսը ասել է, արևմուտքը այնտեղից է ասել Նիկոլին, այն որ եւ անելով եկել են, չէ, եւ իրար փոխանցելով եկել են, հիմա եւի վերջը մեջտեղից ճղվելն է։ Հիմա Նիկոլը իշկանել ուզում է ասի հորը սարև, լացի, չոքի, իրան կոնկրետ ասել են, պետքա որոշեք, կամ Ռուսաստանի հետ եք գալիս, եթե ասել են, դաժե ասել են, ուզում եք արևմուտքի հետ, ձեզ ճիշտ պահեք։ Այսինքն շակալություն մի արա, հելի Ռուսաստանին կոնկրետ հրաժարվի Ռուսաստանից։ Ամեն ձև հրաժարվի, այդ մարդիկ էլ ասեն մենք քաղաքակիրթ ձևով ձեզ ճամփեն գնացեք,
Չենք էլի շակալություն ա ուզում ան։ Ինքը էլի ուզում ա երկու աթոռին նստի, ասում են ընկեր տեղ չկա, չես կարա այդ նստես։ Կամ մեր աթոռին պետք է նստես, կամ արևմուտքի որոշի։ Չենք էլ պարտադրում, չենք էլ ստիպում, որոշի ու քո որոշման համար էլ վաղը որ հետևանքները քո ազգի գլխին եկավ, պատասխան տաս։ Ինքը լավ է հասկանում ռուսից հրաժարվել է ինչա բերելու այստեղ։ Բայց ինքը չի կարա, ոչ էլ կարա արևմուտքից հրաժարվի։ Արևմուտքից вообще չի կարա հրաժարվի։ Որովհետև գիտեք ինչի չի կարա, որովհետև ինքը ազատ անկախ ղեկավար չի, ինքը ստրուկ է, ինքը բերված ստրուկ։ 4-5 տեղից թոգը վիզը գցե բերել են դրան։ Բա ոնց որ թոգը իր վզից գծած է, ոնց կարա հրաժարվի։ Այնքան բան են հավաքել վրա սարքել են ամեն պետություն, ամեն երկիր սարքել է իր ամանի ջնջոցը ու որտեղ ուզում մտնում մաքրում է։ Ինքն էլ ինչ կա չկա վերջում բերում ջարդում է այս հասարակ ժողովրդի ու ազգի գլխին։ Բա ոնց կարա հրաժարվի։ Իբր ժողովրդի կողմից ընտրված է, բայց բացի հայ ժողովրդից բոլորի սպասարկում է։ Բոլորին բառի ուղիղ իմաստով այս տարիների ընթացքում սպասարկել է մեր երկրի ու մեր ժողովրդի հաշվին։ Բոլորին բավարարել է մեր ազգի, մեր ժողովրդի, մեր անմեղ տղերքի արյան, մեր հերոսների, մեր Արցախի, մեր պատմության այս բոլոր ուժերի սպասարկել է, որ մնա աթոռին ու էլի ուզում է սպասարկի։ Երկիրը ժամ-ժամի թիզ-թիզ հանել է վաճառքի, որ ինքը մնա աթոռի։ Ինչ ում պետք եղել է այս երկիրը մտե վերցրել է։ Որ երկիրի սիրտը ինչ տվել է, այս երկիրից ինքը վախից դրանց տվել է։ Հետո եկել վժացել ճվացել այն հասարակ մարդկանց վրա, այն ընդդիմադիրների վրա, գցել է մեղքը նրա վրա, այն խաղամոլների պես։ Այն որ գնում ինչ կա չկա կրվում են, վերջում գալիս են տուն, կնոջ վրա են գցում, սրա վրա են շարանում, նրա վրա են շարանում, գնացել է դրսերը երկիրը կրվել է, հանձնել է, զիջել է, եկել է մտել է երկրի մեջ, հարբեցող, խաղամոլ, սրիկայի պես աճ ու ձախ վժվժում է։ Էսա իրա պատկերը, էսա իրա դեմքը, խաղամոլ, հարբեցող, կեղտոտ, փնթի, անկազմակերպ, ոչնչության մեկն է։ Սա ինչ է իրանից ներկայացնում։ Սա ով է ընդհանրապես, սրա խոսքը լսեք, սրա դեմքը նայեք, սրա պահվածքը նայեք։ Սա մի հատ մունետիկ է, խեղկատակ, սա ոնց կարա հայի, խելացի հայի ճակատագիր որոշի։ Եվ միակ փաստը այն է, որ այս ճնշումների, այս կեղծիքների հետ ընդրակեղծարարության մեջ գոնե մեծամասնությունը սրան հələ քվե չի տվել։ Գոնե մարդ ինչ որ միտեղ են 788 հազար մարդ համայրա սրան քվե չի տվել, գոնե այդ մարդկանց համար մտածում ես, որ այս մեր պայքարը, մեր այրունը ինչ որ միտեղ հոգից ինչ որտեղ հանգստանում է, որ այդքան հայ դեռևս կան, որ թքում են սրանց վրա։ Գոնե այն ես չեմ համարում, որ իրենք 49% են տարել, իրենք մաքսիմում մի 35-ից 39% ձայն տարած լինեն, մնացածը կեղծիքներով։ Նայեք, տեսեք, նաև չեմ էլ կարում հերքեմ, որ իրենց գնացի քվե են տվել։ Ես անձնապես շատ մարդկանց ճանաչում եմ, որ սրանց տվել են, բայց այդ թիվը հաստատ 49% չի հասնում։ Այդ տխմարները, որոնք ուղեղից հիվանդ թուրքին ուզում են բերեն լցնեն այստեղ, ես դրանց ընդամենը մի բան ունեմ ասելու։ Թուրքը որ եկավ, չի նայելու դուք Նիկոլա կանեք, ձեր եղած չեղածը փռելու է արևին, այն ժամանակ եք հիշելու այս ասածներս, բայց ցավոք սրտի ուշ է լինելու։ Դուք այսօր անգիտակից ոչխարի սուրու պես հետում եք մի հատ թուրքի հպատակի հետևից, թե շատ տարբեր բաներով փորձում են խաբել, բայց դուք չեք հասկանում, դուք ինչի մեջ եք մտցնում ձեզ, այս երկիրը ու նաև այն մնացած մարդկանց, ովքեր թքում են դրանց վրա։ Մեզ էլ հետները քաշում եք այդ ճայճի մեջ։ Մենք էլ ուզենք, չուզենք ընկնելու ենք այդ հարվածների տակ։ Այն 800,000 հայն էլ ձեր նմանների պատճառով ընկնում է այդ ուդարների տակ, ընկնում է այդ ռիսկերի տակ։ Սա անարդար է, այո, որ այդ մնացած մարդիկ եւս ձեր նմանների Նիկոլների պատճառով կրում են այդ ամբողջ զրկանքները, այդ հարվածները։ Եվ երեք արդեն Շակերտավոր Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար պատգամավոր Ազիզ Ալեքբերլինը հայտարարել է. Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի շակերտներում արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված իրողությունները վկայում են նորից շակերտներում արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին։
Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը եւ պայմաններ ստեղծի։ Խնդրեմ։ Էմը Այս բղավում էի, գոռշացնում էի, այո, կլուկը ծանրադարձա, երբ որ իրենք 300,000 ադրբեջանցիներին Հայաստան բերելն է։ Խնդրեմ արդեն ադրբեջանական կողմը ընտրություններից 10-11 օր անց այսպիսի հայտարարություններ է անում, սպառնալիքներ մինչև անգամ հնչեցնում։ Դե ես այս ամեն ինչի մասին ասել եմ ընտրություններից առաջ։ Ասել են բազմաթիվ այլ մարդիկ բառացի ասում էին Նիկոլին քվե տալով Ալիևին եք քվե տալիս։ Կոնկրետ մեր Հայաստան Դաշինքի առաջնորդը բազմաթիվ ելույթների ժամանակ դա ասել է, ես ասել եմ, տարբեր ուժերից ասել են, զգուշացրել են, 1000 անգամ ասել են, որ ժողովուրդ ջան, դնելու են, ճնշելու են կզած ղեկավարին ու իրանց ուզածները ստանալու են, իսկ կզած ղեկավարն էլ գալու է ձեր հաշվին բավարարի Ալիևների պահանջմունքները։ Սա ստրուկ է։ Եվ երբ որ իրենք վժում են, թե չկա, հոյ, ուրա 300,000 ադրբեջանցիների բնակեցումը, ընտրությունից մեկ օր հետո էլի վնգստում էին։ Բա հիմա թող պատասխան տան։ Ռուբեն Ռուբինյանները, այն Չախոզը, այն մնացած Թուլեքը, բա թող ասեն, բայց ինչ պահանջներ է ներկայացվում։ Թող իրանց նիկոլականներին այդ պատասխանը տան։ Բա գալիս են, բա գալու են, բա Ալիևի խեղճի վրա ինչ որ երկիր ու պետություն փորձել կառուցել, դա ամենագիճ անգիտակից աննասունություն եմ համարում։ Ոնց կարելի է մարդ մտածել, թե Ալիևը թույլ կտա, որ դու այստեղ ինչ որ պետություն ունենաս, ազատ անկախ ապրես, այն քարոզները որ անում են։ Ալիևը մեզ արդեն ցեղասպան է հռչակել։ Հասկանում եք, օրեր առաջ հայտարարեց, որ հայերը ցեղասպան են։ Ցեղասպանել ենք իբր ադրբեջանցիներին, հələ նայեք ինչ ստեր են տարածում։ Իրանք մեզ ցեղասպանել են, իրանք մեզ մեր պատմական հողերից քշել են, իրանք մեր առաջ արդեն ուրիշ կոմպրոմատներ են դնում, արևմտյան այս հողն են ուզում առնել։ Այն ոչխարները, որ ասում էին Արցախը տանք հանգիստ կապրենք, բա ապրեք արա։ Բա ուրա չեք կարում ապրեք։ Բա ուրա եկել են էսել են ձեր ձեռից ուզում։ Բա այդքան տղա, որ 91 թվերին կռվում էին, ասում էին, որ այս հողերը չպետք է թողենք, որ եթե Արցախը տվին կշրջենք մեր պատմության վերջի էջը։ Բա կարողա գիտեք, արա ձեր ոչխարների չափ խել չեն ունեցել։ Բա կարողա գիտեք, այդ մարդիկ չէին ուզում ձիվանին պարկեին, գնային ծովերի ափեր հանգստանային, եկե գնացել էին Արցախ, գիշեր ու ցերեկ արնակամ մեղնելով, աղբեր կորցնելով, հարազատ կորցնելով, հող էին ազատագրում, որ այս երկիրը պահեին։ Բա Արցախը պահել էին, որ Հայաստանը պահեին։ Բա Արցախը հայերի վահանն էր։ Բա Արցախը հայերի, չգիտեմ, փրկությունն էր։ Բա դեպիլ էիք, ասում էինք ուղեղները չէր մտնում։ Ձեզ թուրքի լամուկներ այստեղ մտած կերակրում էին, թե բա գիտեք ինչ կա։ Չէ, սաղ այդ Արցախի պատճառով է։ Ալիևը ջղայնանում այդ Արցախի պատճառով է։ Ալիևը նկրտում ունի այդ Արցախն է պատճառը։ Թուրքերը մեր հետ չեն աղբերանում այդ Արցախն է պատճառը։ Էրդողանը մեր հետ չի նկարվում այդ Արցախն է պատճառը։ Էրդողանի հետ առևտուր չեն կանում այդ Արցախն է պատճառը։ Ինչ չկա այդ Արցախն ու արցախցիներն են պատճառը։ Բայ ոչխարներ։ Բա հիմա ինչն է պատճառը, որ կզծնում է Ալիևը ձեզ։ Կզծրած պահում է։ Ինչն է պատճառը, տվել եք, արա, ինչ կա չկա, մի բան էլ Հայաստանի հողերից եք տվել, բա ինչ են էլ ուզում, արա։ Ձեր մամաներին են արդեն ուզում, տարեք տվեք, հանգիստ ապրեք, արա, ինչ եք ուզում։ Էդ էլ է վաղը ձեզնից ուզելու, այ դիշով կեք, ձեզ որ բացատրում ասում են, արա, գալիս են, չեն կանգնելու, մինչև մրտներին չուտեն, մինչև ուժ չտենան, այստեղ չեն կանգնելու, արա։ Օրերս տեսանյութ էին ուղարկել իրանց ազգայնականների, ինչ են կազազացնում, ինչ են կատաղացնում։ Ես նաև հրապարակել եմ այդ տեսանյութերը։ Ասենց են խաղաղության պատրաստվում այ ոչխարներ։ Ձեզ դրել են ոչխարի տեղ, քշում են ձեր Նիկոլի հետ միասին։ Դուք այդքանից հետո այնքան դեպիլ եք, չեք հասկանում, որ այն որ ասում է, արա, ցեղասպանությունից առաջ հայեր են եղել, հել է գոռացել են, համոզել են, ասել են, արա, թուրքը ցեղասպանություն է սկսում վաղը։ Չեն հավատաց այդ խեղճ մարդկանց։ Հիմա մեր գլխին եք այդ։ 8 տարի ճղվում ենք, համոզում ենք,
լրատվականներով, հարցազրույցներով, ոնց ասես բացատրում ես, արա դեպիլ են, ուղեղները չի մտնում, որ արա Թուրքին լցնում են ձեր տներ, բերում են կոխեն ձեր բերանը Թուրքին, արա Թուրքներ չի գալու ձեզ փող տա, որ դուք լավ ապրեք, գալու է մորտի ստրուկ սարքի, քշի, սարքի 4-րդ սորտի մարդ, եկել են ռսից դժգոհում են, ասում են մեզ ստրկացել է, տո դուք ստրկացումը չեք հասկանում, հլա ինչ են անելու, չեք ընկալում, արա ձեր եղած չեղածի գլուխն ինչ անելու Թուրքը, Արցախյան պատերազմի օրերը նայեք, տեսեք ինչ էին անում հայ զինվորին, խաղաղ բնակցին, տարեց մարդուն, 7 հոգով հասել էին, տարեց մարդուն գցել էին գետին, մորթում էին, դուք այնքան դեբիլ եք 5 տարի առաջվա արած արա, ուղեղներից հետ հելելա ոչխարի պես, խոտ, արա ես օբշոց եմ, օբշոց, 5 տարի ա, որ այդ ամեն ինչը տեղի ունեցի, հələ 1915 թվին հələ այդքան չեմ էլ անդրադառնում, ձեր աշկի առաջ տեսակ 50,000 արցախցու ինչ ձևով ոնց հանեցին իրանց տներից ու հողերից լարեցին։ Եվ միասնության կոչ է հնչում, երեք Սամվել Կարապետյանն էլ խոսեց միասնական մեծ հանրահավաք անցկացնելու մասին։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Ցավոք մենք ունեցել ենք նաև Սրբազան պայքարի նախադեպը, որը չհաջողեց։ Ինչու այս անգամ կհաջողի, խնդրեմ։ Տեսեք, միասնական պայքարը միանշանակ շատ կարևոր եմ համարում, այո, նաև Սամվել Կարապետյանի կողմից պետք է հնչեցվի այդ հայտարարությունը, որովհետև իրենք ընդդիմադիր դաշտի ամենաշատ քվե տարած ուժն են ու սա որպեսզի ճշմարտությունը պահվի, պետք է այդպես լինի, որ որպես մենք ընդդիմադիր ուժեր եւս պետք է միասնական լինենք, այստեղ քաղաքական հարց չի, այստեղ մանդատի հարց չի, այստեղ նեղ անձնական հարց չի, այստեղ քոչարյանական, կարապետյանական կամ ինչ-որ ընդդիմադիր ուժի հարց չի, այստեղ հայ ազգի մեր յուրաքանչյուրիս ճակատագրի փրկության արժանապատվության հարցն է եւ հանրահավաքը հրավիրելը դեռ քիչ է, հանրահավաքը պետք է կարողանա հասնել հաջողության, հանրահավաքը պետք է դառնա հաղթանակ, որովհետեւ ձեր իսկ թվարկած շատ հանրահավաքներ են եղել, 100,000-ավոր մարդ էլ է հավաքվել հրապարակը, բայց դա առաջի քայլն է, դրանից ավելի կարևոր քայլ է այդ ժողովրդին կարողանալ կառավարել եւ կարողանալ համատարած ողջ երկրով մեկ մեր ազգային շահը բարձրացնել, մարդկանց բացատրել եւ այդ հանրահավաքը բերել վերջնական հաջողության, հեռացնել թուրքահպատակներին, թույլ չտալ, որպեսզի թուրքացնեն երկիրը, իրականացնել մեր սահմանադրորեն դրված օրենքները, որը որ մենք իրավասու ենք իրականացնելու, սա շատ կարևոր է, որ մենք նաև իրավունք ունենք օգտվելու մեր սահմանադրական մի շարք այլ իրավունքներից, բացի ընտրությունից։ Եվ այդ իսկ պատճառով, այո, ես կողմնակից եմ, բայց սա պետք է լինի շատ հստակ, մեկ անգամ կարևոր, վճռական, միասնական, իրար սիրելով, այն քայքայիչներին, այն պառակտիչներին, այն կեղծավորներին, բոլորին պետք է թույլ չտվեցվի, որպեսզի պառակտեն այդ հանրահավաքը, պետք է բոլորը միասնական լինեն, իրար սիրեն, իրար կողքի կանգնեն եւ կարողանան այս իրավիճակից դուրս գալ։ Պառակտված իրավիճակում որևիցե հաջողության չենք հասնելու։ Ես ողջունում եմ այդ հայտարարությունը եւ կողմնակից եմ պայքարի։ Առանց պայքարի երբեք չի լինելու հաջողություն։ Շնորհակալություն։ Ձեր նույնպես։